Բարլուս Հայաստան, Բարլուս Հայազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ես քանի օրը շատ խիստ զբաղված էի, քանի որ ուսումնասիրում էի, թե ինչ խայտառակություններ են եւ ինչ տեմպերով են աճում Հայաստանից Հանրապետությունում, դրա համար ներող եղեք, բայց այսօր կամփոփենք ինչ է կատարվում Հանրապետությունում։ Ուրեմն առաջինը, եթե հիշում եք, մի քանի անգամ ես անդրադարձա Աննա Հակոբյանի հայտարարությանը, որ նա բռնության դեմ է։ Ուղղակի որպիսի ռազրյադը սենց մի հատ լինի թեթև, ներկայացնեմ, որ որքան սպանություն, ինքնասպանություն եւ հանցագործություններ, ռազմբոյներ է եղել։ Աննա Հակոբյան, մարդուտ ասեցիր, որ դրանով զբաղվի, ոչ թե մտնես հայկական հայի ընտանիք։ Խնդրեմ այս տեսահոլովակները, սիրելի բարեկամներ։ 3 օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության նոր-նորքի դատարանի դահլիճից կալանավորված անձ է փախել։ Տեղեկությունը հայտնում է Գագիկ Շամշյանը։ Փախուստի դիմաց կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի։ Նախաքննության շահերից ելնելով անձի ինքնությունը դեռևս չի բացահայտվում։ Հենց նոր մեկը հարցակրեց վերես, գողացավ պայուսակս ու մի հատ նայեք ինչ որ նոկցել ինձ։ Լավա MacBook-ը սենց շպրտել է մի քանի տեղից, վերջել է պորմանս ու փախել է։ 90-ը հենց նոր հարցակրեցին վերա, սկսեց գետնի սենց կարերի վրա տշելով, ոնց հասկացակ էլ է այս վերքերից։ Պայուսակս վերցրեց փախավ, ես սկսեցի հետևից վազել, ասում եմ աննասուն պայուսակս վեր։ Համարյա հասնում է իրան, պայուսակս բացեց, դրամապանակս մեջից հանեց, MacBook-ս շպրտեց պոլերին ու փախավ։ Ժողջան դեպքը տեղի ունեցել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում, խնդրում եմ այդ հատվածում ուղղակի զգույշ քայլեք։ Տեսնում եք, բացի դա, էլ տեղ չկա, որ դիակ մարմին սպանված մարդու, ինքնասպանված մարդու չգտնեն Հայաստանի Հանրապետությունում։ Աղետալի մի վիճակ, սիրելի բարեկամներ։ Իսկ ինչ է կատարվում մեր ազգային ժողովում։ Ազգային ժողովում կատարվում է հետևյալը. իրար հետ հաշվեհարդար տեսնել։ Ոչ մի ժողովրդական բան, ոչ մի ծրագիր, ոչ մի միտք, ոչ մի գաղափար, թե դիմություն, թե ընդդիմություն, մեկը մեկին քլնգելով, մեկը մեկի վրայով անցնելով, իրար հետ սարքել են բիսեդկայի ռազբորկա, դու ասիր սա, դու ասիր սա, քո հերս տե աշխատում, քո մերս տե աշխատե, քո կնիկը տեսքան փող է ստանում, քո երեխեն էսա ստանում, մենա ստանում, ոչ եմ, իրանք իրանց հարցերը, այն ժողովրդական լոզունգները, որ իրանք ազդնում էին քարոզարշավի ժամանակ, որի մասին որ ես ասում եմ, սրանք կեղծիք են, դե ինչը կա, նա կա, հիմա ամենահետաքրքրին կամացից անդրադառնանք, Վահագն Ալեքսանյան, տեսնենք Վահագն Ալեքսանյանն ինչ ասում, խնդրեմ։ Էդգար Ղազարյան։ Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպը։ Անջատեք մոտեցումը։ Չէ, բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել, պարոն Ղազարյանը, գուցե մտածել ու վերջում ներողություն խնդրեր հայ սակրավորների մահը կամենալու համար։ Պարոն Միրակյան, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք, Մեսրոպ Մանուկյան։ Լռեք։ Ճիշտ է, պատգամավորն էլ հոսակրավոր չի, որ մահը կամենան, չէ, պարոն Ղազարյան։ Միացրեք Մեսրոպ։ պարոն Ռուբինյան, ձեր վարդագծից դուրս գալով իմ հարցի իրավունքը տալու իրավունքը զիջում եմ պարոն Ղազարյանին։ Դուք չեք կարող զիջել իրավունք, Դավիթ Ղազինյանը հանել է Լևոն Քոչարյան։ Էդգար Ղազարյանի։ Համեցեք, պարոն Քոչարյան։ Պարոն Ռուբինյան, այս ձև էիք, հա, երեք եք ելույթ ունենում, թե երեք չառաջ օրը, սա ճիշտ ձև է նիստվա։ Հա, իհարկե։
Չէ, ճիշտ չի սա։ Իրականում ճիշտ չի։ Հարց Մարդը մի ունեք պարոն վարքյան Ալեքսանյանին։ հարց ունեմ, Խնդրեմ։ բայց սա ուզում եմ ֆիքսել, որ սա ճիշտ ձև չի։ Ժողովուրդ ջան, Վահագն Ալեքսանյանը, այդ որ այսօր դրե խոսում է բելարուսկի օլիգարխ Հեսյանյան, համացանցերում եւ հետո ես ստուգեցի, որ դա ճիշտ է, ժամանակին եղել է ով? Այո, նա եղել է Գագիկ Ծառուկյանի ճուտը, որը որ այսօր դրե բելարուսկի օլիգարխ է քննադատում։ Որպեսզի չասեն լկտի սուտ է, խնդրեմ այս նկարը, որտեղ որ օղակի մեջ Վահագն Ալեքսանյանն է, խնդրեմ։ Если с другом вышел в путь, если с другом вышел в путь, веселей дорога. Без друзей меня чуть-чуть, без друзей меня чуть-чуть, а с друзьями... Վահագն Ալեքսանյան, տենց շուտ է սստից ընդ է փախնում, հավատարմությունից եք խոսում, հավատարմությունից եք խոսում, Վահագն Ալեքսանյան, կոլեգաները, ձեր քպականները Թուրքիային են պաշտպանում ու խոսում եք հաճախ Եվրոպայից, այս Եվրոպան եք ուզում տանեք Հայաստանը, ժողովուրդ ջան, խնդրեմ այս տեսահոլովակը։ Էս եք ուզում, Վահագն Ալեքսանյան, չի լինելու, հաստատ չի լինելու։ Սիրելի բարեկամներ, ունենք քպականները մի հատ Չախոյան։ Այս Չախոյանը ինչ է ասում, հեսա կներկայացնեմ, կտեղադրեմ տեսահոլովակը։ Ուրեմն Նարեկ Կարապետյանը, երբ որ խոսացին Ադանայից, Թուրքիայի նախկին մեր տերիտորիաներից, Նարեկ Կարապետյանը ասեց, որ Հայաստան չէ, բայց Հայաստանի մի մասն է, դա շատ խիստ վիրավորել է Չախոյանին եւ վիրավորել է քպականներին։ Եվ տեսեք հիմա ինչ է ասում, խնդրեմ։ Հիմա անդրադառնամ մեր վայ հայրենասերներին։ Այս ամբիոնից հայտարարություն է հնչում, թե Ադանան մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մի մասն է։ Պարոն Կարապետյան, միգուցե պարտադիր ժամկետային զինծառայություն եք անցել Ադանայում։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում չեք անցել այդ ծառայությունը, կրկնակի հետազոտություններից էլ խուսափում եք, բայց միգուցե Ադանայում եք անցել պարտադիր ժամկետային զինծառայություն։ Ձեր հայրենիքն է։ Դա ձեր հայրենասիրության մոդելը ինչով է դրսևորվում։ Քյաբաբով, գիտեք ինչ կա, ես չէի ուզում հուսալ, որ բանը դրան կհասնի, բայց եթե ձեր հայրենասիրության մոդելը քյաբաբով է դրսևորվում, ես ցավում եմ ձեզ համար։ Նա ուզում է այդ իր իշխելքով, չէ, վիրավորված է, ոնց թե սրբությանն են կպե, Նարեկ Կարապետյանին, հա, այդ որ քյաբաբի պահը ասում է, մինչև էդի Ռուբեն Ռուբենյան ասում էր, որ այնտեղ ինքը կերել է քյաբաբ։ Եվ Նարեկ Կարապետյանը ասում է, ոչ թե քյաբաբ, ով հիշենք, որ դա մերն է եղել, այլ տարածքայինով, ինչ որ ճիշտ, Նարեկ Կարապետյանը այդտեղ լրիվ իրավացի է եւ ճիշտ է ասում։ Տեսեք, քննադատելու հարց չկա, բայց սրանք այնպես մի հատ ոգևորվեցին, ոնց թե հայկական է։ Հիմա, որpիսի այդ կապակցվի այս միտքը, թե սրանք ինչի են վատ տանում, ինչը որ հայկական է, ես ուզում եմ մի հիմար էլի քպական падգամավորի խոսքը տեղադրեմ, որը որ ասել է ազգային ժողովից 3, որ չասեն սուտ է դա, տես բան չենք ասել, խնդրեմ։ Դե գիտեք, չէ՞ որ Լորին եւ Տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վերացական թագավորության մասը։ Հա? Ասում եմ ինչի, որովհետև երբ որ գա Վրաստանից падգամավոր եւ ասի Տաշիրը իմ հայրենիքն է, որովհետև էս ինչ թվականին եղել է, մի վարքյան եղել է վրացական թագավորության մաս, այսինքն այդտեղ Վրաստանի թագավորն է նշանակել, օրինակ, մարզի ղեկավար եւ ինչ է գլուխները բռնված եք, էս ինչ բան է, էլի չլավ։ Հիմա այս հիմարը, այս տխմարը ինչ է ասում, որ Տաշիրով, այդ մեր Կիրովականով, Սպիտակով դրանք վրացական Վրաստանի տարածքներն են։ Եվ եթե հիշում եք, ես ձեզ ինչ ասեցի, ասի վրացիները համբերատար սպասում են, թե ինչ ալելու այս անկլավների հարցը։ Հենց անկլավների հարցը եղավ, սրանք ասելու են, որ մերն է,
Վանաձորը, Տաշիրը եւ այլն եւ այլն։ Հիմա նրանք ձեն չեն հանում դեռ վրացիները, քանդիր պետություններ ոնց ալում սիրելի հայ ազգ։ Հիմա էսի հասկացնում է վրացիներին, որ եղբայր մենք գիտակցում ենք, դու պատկերացրեք ազգային ժողովի падգամավոր ասում։ Մենք գիտակցում ենք, որ դա ձերն է, ու ասում է գալու է մի падգամավոր, ասելու է սենց, այ ապուշ, այ տգետ։ Դու ջոգում ես, դու ինչ ես ասում։ Դու հասկանում ես, դու ինչ ես ասում։ Բայց ծովի ծով Հայաստանի մասին ինչի չեք խոսում։ Այդ Ադանայից որ խոսում են, ինչի եք ված զգում։ Բայց սիրելի բարեկամներ, կա ուժեղ Հայաստանում, իդեպ ասեմ, ես ճանաչում եմ տվյալ падգամավորին, ծանոթացել եմ զուտ նրա համար, որ մենք նույն ազգանունը կրող ենք, բարեկամներ չենք, ծագումով նայել է Ջավախքից, ես էլ եմ Ջավախքից, բայց ասենք այրենակցական կապեր չկա, բայց հիանալի գրագետ մի ազնվորություն։ Խոսքս Հայկ Ֆարմանյանի մասին է, ոչ մի անձնական բան, ժողովուրդ ջան, որպեսզի մտածեք, թե ես ինչ եմ ասում եւ ինչ արձագանք տվեց այս տգետին Հայկ Ֆարմանյանը, խնդրեմ, ինչ է ասել Հայկ Ֆարմանյանը։ Ես Հայկ Ֆարմանյանն եմ։ Ծնվել, մեծացել եմ Երևանում, երևանցի եմ, բայց ծնողներս արժանապատիվ եւ թասիբով ջավախցիներ են։ Պապերս թաղված են Ջավախքում։ Եվ այո, Ջավախք իմ երկրորդ հայրենիքն է։ Եվ ի տարբերություն ձեզ, բազմաթիվ ազգության վրացիների մոտ, երբ որ ես ասում Ջավախք իմ հայրենիքն է, իրենք շատ մեծ ուրախությամբ արձագանքում են։ Սա ուղղակի արձագանք, որպես թե ինչ է նշանակում իրական հայրենիք կամ պատմական հայրենիք։ Պետք չի մանիպուլացնել։ Երկրորդ հարցը, բարեկամաբար ցանկանում եի խորհուրդ տալ Տարոն Չախոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, իրենց ելույթների մեջ մի փոքր զուսպ լինեն, առողջությանը վնաս է։ Մեկ-մեկ այդ հոգեբանական պորտքումից մարդիկ ուղեղի ցնցում են ստանում։ Հաջորդ հարցը, ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ինչ է նշանակում սեփականությունը խլենք, բաժանենք ժողովրդին։ Կարող է Լենինը դամբարանից դուրս եկել, տեղյակ չենք։ Ես հիմա շատ չեմ ուզի խոսալ Հայկ Ֆարմանյանի մասին, որովհետև հեսա չար լեզուները կասեն, կարող է սրանք բարեկամ են, կարող է հորոխբոր տղենա, բայց ես ձեզ երդվում եմ ամենայն սրբություններով ոչ մի բարեկամական կապեր։ Անգամ ծագումը լինելով Ջավախցի, մենք անգամ նույն գյուղից չենք, տարբեր գյուղերից, ասեմ, որ Ֆարմանյան ազգանունով Ջավախքում կան 3 գյուղ։ Եվ Ֆարմանյան ազգանունը կրում են նաև Հայաստանի Հանրապետությունում Սպիտակ քաղաքում, կարծեմ Ֆարմանյանները կան։ Հա, Ռեդկի ազգանունը, դրա համար ես ասենք այս պարզաբանումը ձեր համար տվեցի, որ չար լեզուները չասեն, էսի խաղեր են տալիս։ Ազնվոր են ոնց որ կա, նես ներկայացնում եմ։ Հիմա սիրելի բարեկամներ, ամենահետաքրքիրը, որը որ ուզում եմ այսօր ներկայացնեմ ձեզ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ, միլիարդեր, բարերար, բիզնեսմեն Սամվել Կարապետյանին։ Եկեք տեսնենք այս 3 տեսահոլովակը, այնուհետև ես արձագանքեմ Սամվել Կարապետյանին։ Խնդրեմ։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, գլխավոր ուժերի հետ եղել են, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ է քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են ճանապարհները, կարծես թե փակուղի մտավ հարցի, երբ ընդդիմադիրները մանդատները վերցին, գնացին խորհրդարան, բնականաբար բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։ Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել եք։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով չեմ հանդիպել։ Դաշինքից խոսել եք ամեն դեպքում։ Անպայման։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը
ստեղծել են շատ լուրջ պետություններ, Որ պետությունները ինչ շատ լուրջ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է։ Ինչ նկատի ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս Ստեղծել են, եկան որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ կասկածներ որ ունեք, մեր- ով է ստեղծել։ Երկիրը տանեն կործանման։ Դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ։ Ինչ Որովհետև նկատի ունեք։ հա դուք Ով պիտի բոլորը, երազի։ բոլորը, հայ ժողովուրդը, Ինչու պիտի երազեն, որ դուք մնաք։ որ սրանց հեռացնենք, որովհետև առանց ինձ դուք սրանց չեք կարող հեռացնել։ Ուրեմն, սիրելի բարեկամներ, բազմաթիվ անգամ ես ասել եմ ոչ ոք էլ Իսուս Քրիստոս չի եւ չի կարող լինել։ Ինչ է նշանակում փրկել։ Ոչ մեկը չի կարող փրկել։ Սիրելի բարեկամներ, եւ տեսեք, այս մարդու աստղային հիվանդություն էլի ինքը պետք է, ինքը որ չլինի, ամեն ինչ կկործանվի եւ ինչ էրոնիայով է ասում եւ ինչու՞ չէ, նաեւ ոնց որ պայման դնի, մենք եղանք, չեղանք։ Սրանք բոլորը կամ հիվանդ են, կամ չեն գիտակցում ինչ են ասում։ Այսօր, սիրելի բարեկամներ, եթե նկատել եք, ամփոփեք իմ յուրաքանչյուր տեսահոլովակ, իմ յուրաքանչյուր հայտարարություն, միայն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունն է ասում, որ որոշողը դա ազգն է, որոշողը եւ քայլ անողը դա ժողովուրդն է։ Այս մարդիկ չէ, իրանք ժողովուրդը հեչ իրանք որ չլինեն, ոչ մի բան չի լինի։ Եվ գիտեք ինչ, երևի Աստված, ոչ թե երևի համոզված եմ, Աստված պահում է մինչև այսօր, մինչև այս վայրկյան հայ ժողովրդին, որ միանգամից սրանց շանսեր չի տալի։ Սրանք էս ինչ աստղային հիվանդությունով են տառապում։ Հիմա երկրորդը, պարոն Կարապետյան, դուք ասում եք սա մեխանիզմ է եւ այլն այլ պետությունների կողմից, որը որ այսօր աշխատում է Իշան Նիկոլ Փաշինյանին եւ պահում են Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Լրագրողը ձեզ հարց է տալիս, ասում է ովքեր են այդ պետությունները։ Ինչու ես վախենում հարց, Սամվել Կարապետյան, ձեզ, դες դուքով եմ խոսում ձեր հետ, հարգելով ձեր անցած ուղին բիզնեսում, ոչ թե քաղաքական դաշտում։ Չնայած դու քեզ դրել ես այնտեղ վարչապետի տեղ, արդեն թագավորի տեղ, առանց քեզ ոչ մի բան չի լինի, հարցը բալի վախենում ես։ Չես կարող ասես դա Պակիստանն է, դա Թուրքիանն է, դա Ադրբեջանն է, դա ջոուդներն են, վախում ես, թե ինչ որ փոխկապացված կապեր ունեք իրենց հետ։ Հարցը հնչեցրեցի, սպասեմ արձագանքին։ Կամ ընդհանրապես մի խոս, այլի դու խոսալուց այնքան հեռու ես, ես զարմանում եմ, թե դու ոնց ես բիզնեսմեն դարձել։ Ես ապրելով դրսերում, ես գիտեմ, որ ասենք նման խոսացող մարդիկ մաքսիմում շվաբրիստ են եղել բրիգադի մեջ, ասֆալտ պռելուց, Սամվել Կարապետյան, ոչ մի անձնական բան, բայց որը հարցը որ վերաբերվում է ազգիս, դուք կստանաք շատ կոշտ պատասխան։ Հիմա երրորդը ինչ ասեց Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ասեց հետևյալը. հանդիպումներ ա եղել անդիմադիր ուժերի հետ եւ այլն։ Սամվել Կարապետյան, ուրեմն ուզում եմ ձեզ ասել հետևյալը։ Ես չգիտեմ ում հետ եք դուք հանդիպել, այո, երևի միգուցե հանդիպել եք օլիգարխ մի թոմ անդիմադիր ուժերի հետ, քանի որ դուք եք ասել որ նստած են առաջի դեմքերը, ինչ եք ուզում բերեք օլիգարխատ հետ, որ ժողովրդի արունը խմեն, էդ եք ուզում, էդ է ընդդիմությունը։ Մենք ընդդիմադիր ուժ ենք, մենք ոչ մեկի հետ դեռ չենք հանդիպել, ոչ էլ առաջարկ եղել, ոչ էլ մենք ենք առաջարկել։ Ում հետ եք հանդիպել, Սամվել Կարապետյան, ընդդիմադիր ուժերի հետ, բարձր հայտարարություն եք անում։ Էդ էլ անցանք։ Լրագրողը հարցատալիս ասում է դուք վերցրեցիք մանդատները, գնացիք, էս արիք, այն արիք, ասում մենք պայքարում ենք, ինչի դեմ եք պայքարում, Սամվել Կարապետյան, մեծարգո Սամվել Կարապետյան, ինչի դեմ եք պայքարում։ Այս կապիկ շոուն, որ անում եք դուք ԿՊԱ-ականները եւ Հայաստան դաշինքը, ակնթար տերվում ասած, աշկերտ մի հատ թարթում ես իրար ուտոցին գնաց։ Եվ ինչի համար եք պայքարում, միգուցե անձնական շահերի Սամվել Կարապետյան,
չեք հավատում հիմնավորեն իմ ասածը։ Ուրեմն Վարդևանյանը, Արամ Վարդևանյան կարծեմ, նախկին Քոչարյանական հիանալի իրավաբան, խոսք չունեմ ասելու, 2 անգամ տեսել եմ պարոն Վարդևանյանին, շատ խելացի տղա, բայց պարոն Վարդևանյանը առաջիսկ իր օրվանից բարձրացնում է ինչի հարցը, այո, հեծի հարցը։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Ես հասկանում եմ ձեր գործընկերն է, բայց խնդրում եմ ասեք, Ռոմանոս Պետրոսյանի ի վերջո մասնագիտական կարիերայի տեսանկյունից ո՞րն էր այն չափորոշիչը, ըստ որի դուք գնահատեցիք, որ հենց ինքը կարող է լինել լավագույն կառավարիչը հեծի։ Հիմա Սամվել Կարապետյան, դուք գնացել եք հեծը վազրատ անելու, թե ժողովրդի հոգսերը հոգալու։ Իդեպ ասեմ, Սամվել Կարապետյան, ձեզ չէին ընտրել, որպեսզի դուք գնաք մանդատ վերցնեք, Սամվել Կարապետյան, բայց դուք գնացիք, խաբեցիք ժողովրդին, գնացիք վերցրիք մանդատները, փափուկ նստել եք, մեկը մեկի կոմպրոմատները ուզում եք ջրած լինեք, Սամվել Կարապետյան։ Ինչ կարող եմ ավելացնել, միայն փաստեր, եւ դուք ձեր երեսը ցույց տվեցիք, թե դուք ինչ ընդդիմադիր եք, ու ասում փողոցային պայքար ենք սպասելու։ Սամվել Կարապետյան, ի տարբերություն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, դուք ունեք ահռելի գումարներ, աշխատել եք, Հայաստանում չեք աշխատել, դրսերում եք աշխատել, ես չեմ մտնում ձեր ֆինանսականի մեջ, չնայած որ այնտեղ ասում եք, այս կանխալել են, հեսա էլի կբազմապատկեմ, լավ կանես, խնդիր չկա, աշխատող մարդ եք, կարում եք, անում եք, բայց պայքարելու ժամանակը ամսի եթե ոչ 7-ն էր հունիսի, այլ 8-ը։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը որքան կարա ձեզ բոլորից ստորացնի հրավիրելով փողոց, եւ դուք վախկոտի պես բոլոր օլիգարխ միթոմ ընդդիմությունը նստակ եւ գնացիք վերցրեցիք ձեր մանդատները։ Չասեմ սիրտս կկանգնի։ Չեք կարում դուք անեք օգնեք մեզ ռեսուրսներով, այսինքն չեմ ասում մեզի փող տվեք, մեզ փող պետք չի։ Մենք ավտոբուսները, պիկապները, էկրանները, մենք անենք, մենք գնանք ժողովրդի հետ եւ Նիկոլ Փաշինյանին ապացուցենք, այդ մարդը հարցա տալի, ով որ համաձայն չի ընտրությունների հետ, ելեք փողոց։ Այդ մարդուն հարգենք, վերջը վարչապետ այդքան կասեք Նիկոլ Փաշինյան, մենք համաձայն չենք, մենք էլ հելել ենք դուրս եւ ուզում ենք ձեզանից ստանալ պարզաբաններ, թե դուք ինչու կեղծեցիք ընտրությունները։ Վախենում եք, մենք չենք վախենում։ Հիմա այդ ամեն ինչը վերցրել եք ձեր ձեռքը, դուք ռեսուրսներ ունեք, փողներ ունեք, ժողովրդին մի բան է, շեղում եք ձեր կողմը, որպեսզի ժողովուրդը ընդհանուր իր ծրագրից շեղվի, ասի հենա, տես նրանք էս սենց խոսացին, նենց խոսացին, բայց դուք ընդհանրապես մեկը քլնգում եք եւ պաշտպանում եք ձեր անձնական շահերը եւ ոչ թե ժողովրդի։ Անենց որ ասում եի դուք բոլորը նույն խնոցությանն եք, դուք ընդհանրապես կնիք եք դնում իմ ասացի վրա, ինչի համար շնորհակալ եմ պարոն Կարապետյան։ Ժողովուրդ ջան, մի ծանր տեսահոլովակ եմ տեսել, որտեղ որ հարսանիք է աղջկա Արցախից եւ տղան Երևանից, եւ գիտեք ինչ, հարց այդ քարտեզի միացումը չի, հարցը նա է, թե մեր երիտասարդությունը ուրախ որով ինչու պետք է այսօր արցունքներ թափի, խնդրեմ այս տեսահոլովակը։ Այստեղ իսատ Հայաստանն է, պակասում է էլի այս քարտեզի վրայից շատ կարևոր մաս։ Հիմա այս տարածքները կվաճառենք ձեզ, հետո նոր շարունակությունը կասենք։ Հարսանիքի հետ բաբուշը կապ չունի, ծեփունի, անշուք ինչ-որ տարօրսի կա, բայց քանի որ ես Արցախից եմ, Արտորը Երևանից է, ու Արցախ, Հայաստան բաժանում են անում շատերը, փորձել ենք մենք մեր միությամբ ցույց տանք, որ Արցախն ու Հայաստանը մեկն է։ Արցախ ու Երևան չկա, կա միայն մի Հայաստան։ Հիմա մեր երկրորդ փոքրիկ Արցախն ենք տալու։ Քեզ կիսելու բաժանել են, նվիրելու ուրացել են, իմ սրտի ամեն մի զարկը թող արձագանքի Արցախ ես ամեն ինչ զուր չէ
Սա մեր նոր վերածնունդն է Չի կիսում ոչ ոք քո ցավը Դիմանում է Մեկնաբանեք ինքներդ, սիրելի բարեկամներ։ Ինչ ցավ կա այս երեխեքի մեջ, եւ սա մեր ապագա սերունդն է, մեր ապագան է մեր երկրի։ Սենց կոտրված, Նիկոլ, սենց կոդրեցիր դու մեր երեխեքին, դու չես մարսելու, Նիկոլ, եւ բոլորը, ով որ մասնակցություն ունի այս աղետալի վիճակի մեջ Հայաստանից Հանրապետությունում։ Սիրելի բարեկամներ, հիմա ռուբրիկայից էքսկուրս մի քիչ պատմական, խնդրեմ տեսնենք այս տեսահոլովակները։ После поражения Османской империи в Первой мировой войне страны-победители потребовали от Константинополя наказать виновных в преступлениях против армян. В 1920 году началась подготовка очередных слушаний, но к власти пришло новое правительство, которое распустило трибунал, а все, кто отбывал наказание, были помилованы. После геноцида была создана комиссия, так называемая «Немезис возмездие», которая примерно составила список 41 виновных в геноциде армян, и все они были убиты в течение 2-3 лет. Все. В том числе руководители варианты. Талаат Паша, Инвер Паша и Джамал Паша. Целью номер один стал Талаат Паша. Изменив внешность, он скрывался под чужим именем в Берлине. 15 марта 1921 года на глазах у прохожих он был застрелен из пистолета Парабеллум. Убийцей оказался 23-летний Сагамон Тиелерян, всю семью которого в 1915 году вырезали турки. 2 сестер изнасиловали и убили, застрелили мать и брата, а его, оглушив топором, бросили умирать. Следующей жертвой Немезиса стал Джемаль Паша. Он был убит 25 июля 1922 года в Тифлисе. Армянские народные мстители выслеживали и бывшего военного министра Энвера, но его постигла другая участь. Энвер Паша, бежав после прихода сторонников Ататюрка сначала в Европу, в Германию, а потом оказавшись в Москве, он пришел к Ленину и убедил его, что он поедет сейчас в Среднюю Азию и будет бороться с басмачами. Ну, те поверили, вот как-то так, да. Он поехал и возглавил басмачское движение против советской власти. Он был вычислен руководителем ОГПУ по Туркестанскому краю, как ни парадоксально, армянином Агабековым. А непосредственно был ликвидирован и убит командиром первой особой туркестанской бригады Яковом Аркадьевичем Мелкумовым. И он в предгорьях Памира лично его зарубил. Азербайджана в истории не было никогда. Создал Азербайджан Советский Союз. Только в Советском Союзе была Азербайджанская республика. Грузия была. Армения была. Азербайджана никогда не было, как единого государства. А народ был под разными названиями. И сейчас большая часть азербайджанского народа живет в Иране, не в Азербайджане. Но это результат исторического развития. Были народы, которые в своей истории делали неразумные шаги, их руководители, переоценивая свои силы. Их народы за это расплачивались. Азербайджан может очень-очень быстро скатиться в это же положение. Итак, общеизвестно, что на деньги Рокфеллера создано ЦРУ. ЦРУ создало Гарвардский проект, который главным рычагом завоевания СССР делал введение своих агентов в верхушку страны и проведение с их помощью переворота по разработанному именно в ЦРУ сценарию цветной революции. Кстати, таких цветных госпереворотов к настоящему времени ЦРУ провело уже 64, и в половине стран перевороты удались. И поставлены на власть люди ЦРУ, считай Рокфеллера и элиту. Рокфеллер ежегодно вкладывал миллионы в разрабатываемый в недрах ЦРУ Гарвардский проект, который подробно изучал СССР и психологию советских людей. И сейчас проект этот практически реализован. В открытом доступе есть информация, что Горбачев был завербован ЦРУ еще в 60-е годы. Ельцин был агентом Ми-6. Была в интернете информация, что есть вероятность того, что агентом является и Путин. Как сообщают архивные документы, Рокфеллер трижды встречался с Горбачевым лично. Рокфеллер выделил Горбачеву $75 миллионов.
Известно, что сразу после ликвидации СССР Горбачев позвонил американскому президенту Бушу и отчитался о своей деятельности. Можете спокойно праздновать Рождество, СССР больше не существует. Еще больше денег от Рокфеллера получил Ельцин за операцию с Белым домом. Ельцин буквально из рук в руки передал власть Путину. Ветеран ГРУ Паринов, прослуживший более 30 лет, рассказал: Путин давно завербован Западом и, по всей видимости, стал самым крупным проектом западных спецслужб. Получается, что наша страна до сих пор находится в руках Рокфеллера, который вложил миллионы долларов и в Горбачевскую перестройку, и в Ельцинский переворот, и в другие этапы реализации Гарвардского проекта. Но все эти факты тщательно скрываются от народа по одной простой причине – чтобы народ не встал на защиту своей страны. Իդմին ասեց, թե ինչպես են մեր վրեժառուները 23 տարեկան Սողոմոն Թելերյանը արեց այն ինչը որ արեց, մտավ ցմա հայի սրտի մեջ եւ հայոց պատմության մեջ եւ մնացած մեր հերոս տղաները։ Եվ այս ամենը մենք այսօր ուրանում ենք, սիրելի բարեկամներ։ Վերջում, ամենավերջում, սիրելի բարեկամներ, մեր հայկական պարը, խնդրում եմ վայելենք միասին։ Այսօր այս կանը հիանալի պար, հիանալի տրամադրություն, չնայած տրամադրության տեղը չկա, լավն ու բարին եմ ձեզ ցանկանում, սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, գլխավորը մի քիչ համբերություն, ես վստահ եմ, որ ամեն ինչ լինելու է գերազանց, ուրեմն միասին ասենք, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, կեցե Ջավախկա հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, ԿՊԱ-ականներ, Սամվել Կարապետյան, հայկական Արցախը, Ռոբերտ Քոչարյան, հայկական Արցախը, չենք մոռանում մենք մեր Արցախը եւ մենք ցանկանում ենք, որպիսի հաջորդ հարսանիքները, որը որ կլինեն, լինեն միայն ուրախությունով եւ ընդհանուր քարտեզով, եթե ոչ մեծ հայկով, ապա գոնե առայժմս Արցախով։ Լավ եղեք, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, մեր տարեց մարդիկ, պինդ եղեք, առողջ եղեք, խաղաղ երկինք եմ ցանկանում ձեզ, առողջություն, քաջ առողջություն։ Դուք դեռ տեսնելու եք երջանիկ սոցիալիստական Հայաստան, վստահ եմ։ Այսօր այս կանը, ստեսություն սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։